Այստեղ լեռների ու խաղաղ երկնքի ամուր գրկախառնումից եւ մեղմ համբույրից ծնվում է հայի ուժի մասին եւս մի առասպելական պատմություն։ Վայոց ձորի Արտաբույնք գյուղն է, թեև տարվա այս եղանակին շատ բնակավայրեր մի տեսակ անկենդան ու անհրապույր են թվում, բայց այս գյուղը դրանց թվին միանշանակ չի դասվում։ Նույնիսկ տերևազրկված, կարծեք թե մեր կացած բնությամբ, գյուղն անմիջապես նվաճում է մեր սրտերը։ Արդեն կանխազգում ենք, որ այստեղ հերթական անգամ մինչև ականջների ծայրը սիրահարվելու ենք մեր հողին, հպարտանալու ենք հայի անցյալով, հիանալու ենք հայի աշխատասիրությամբ եւ ստեղծագործականությամբ, եւ համոզվելու ենք, որ մենք բոլորս էլ հավերժի ճամփորդներ ենք, ու այլ կերպ լինել չի էլ կարող։ Արտաբույնքում մեր առաջին հերոսին բազմաթիվ շքանշաններով պապիկին պատահաբար հանդիպեցինք։ 88-ամյա Նարինբեկ պապիկը, ով գյուղում առավել հայտնի է Քոչոյի Նարո անունով, հիշում է, թե ինչպես վիրավորվեց Նովորոսիսկում, մասնակցեց Ռիգայի ազատագրմանը։ Տասնամյակներ անց էլ հայրենական մեծ պատերազմի մասին պատմում է ոգևորությամբ եւ հպարտությամբ։ Նարո պապիկի պայքարը հայրենիքի համար էր, այս հողի համար։ Իր շատ ընկերներ հենց իր աչքի առաջ իրենց կյանքն ու արյունը փոխարինեցին հայրենիքի գոյությամբ եւ ապահովությամբ։ Ուստի այստեղից հեռանալը նույնիսկ քննարկելի չի եղել պապիկի համար։ Գյուղը չեմ թողել անտեր։ Այս տարի հետևը 7 գյուղ թուրք էր ապրում։ Բայց այդ թվով չէ, այդ 17-ի շարժականների ժամանակ այդ բերդը գրավիր են թուրքերը։ Բայց այդ գյուղը չի լքե, այդ գյուղի ժողովուրդը իր գյուղը չի լքե։ Մնացիր են։ Եվ այսպես էլ եթե այդ գյուղը շարժվեր մինչ վերջ կտիրել էր թուրքերը։ Պապիկը մի ակնթարթ էլ չի կասկածում, որ եթե հանկարծ հայոց խաղաղությունը խաթարել ցանկացողներ հայտնվեն, ինքն էլ կնետվի իր պապերի հողնան սասան պահելու։ Թշնամուն ջախջախելու եւ հողիցը դուրս շպրտելու միտքն իրեն հաստատ մի քանի տարով կերիտասարդացնի։ Ես ես կրվից տիրար եմ, Նարո պապիկի հետ զրույցից հետո մեզ իրենց տուն հրավիրեցին արտաբույնքցի Հուսիկն ու Լիլիան։ Մեծ հաճույքով ընդունեցինք հյուրասեր տանտերերի հրավերը։ Տան մեծ տիկինը Նվարդ տատիկն իմանալով, որ այստեղ արտաբույնքում պահպանված հետաքրքիր սովորույթներ, ավանդական հայկական ճաշատեսակների բաղադրատոմսեր ենք փնտրում, գործի անցավ։ Այսօր ճաշացանկում կախամբով շորվան է, ինչպես ավելի ընդունված է անվանել քրչիկը։ Նվարդ տատիկը վստահեցնում է, որ այս քրչիկը ոչ մեր իմացած, ոչ էլ մեր համտեսած քրչիկը չէ։ Պատրաստման եղանակը Նվարդ տատիկը սկեսուրից է սովորել։ Սկեսուր մայրիկի մասին մինչ այսօր մեծ սիրով եւ երախտագիտությամբ է հիշում։ Մեր ժողովուրդը քարից էլ հաց է քամել։ Անընդհատ վտանգների, հարձակումների եւ պայքարի մեջ գտնվելով ստիպված է եղել այնպիսի ճաշատեսակներ ստեղծել, որոնց պատրաստման համար ձեռքի տակ եղածը բավականացնի։ Քրչիկն այդպիսի կերակուր է։ Էդ էլ մեր հնուց եկած բառն է, բայց այս քրչիկ բառը, ինչքան ես գիտեմ, մեր այս Մարտունի շրջանից է եկել այդ բառը, այնտեղ կաղամբ շատ լինում է։ Եվ մեծամասան նրանք ասում են, մենք օրը մեջ միշտ էլ քրչիկ ենք հեփում։ Քրչիկն անպայման ղավուրմայով է պատրաստում, այսպես կաղամբով շորվան աննկարագրելի համեղ է ստացվում, վստահեցնում է Նվարդ տատիկը։
Մեր ավանդույթում ղավուրման գյուղում ամենաչքավոր մարդն էլ ստեղծում է ղավուրմա անում։ Այժմ այս ողջ գործընթացի ամենապատասխանատու մասն է՝ համտեսը։ Եթե կան մարդիկ, ովքեր պնդում են, որ քրչիկ չեն սիրում, ապա հավատացնում եմ, որ Նվար տատիկի եփած քրչիկը ձեր ամենասիրելի ուտեստը կդառնա։ Արտաբույնքի խոհանոցին ծանոթանալուց հետո գյուղի պատմությունն իմանալու հերթն է։ Հուսիկը մեզ ուղեկցում է իր մտերիմ բարեկամի Սերգեյի տուն, ով ոչ միայն գյուղի պատմությունը լավ գիտի, այլև իրենց տոհմի ուսումնասիրությամբ է զբաղվել եւ տոհմածառ կազմել։ Տոհմածառի մասին դեռ կխոսենք, պատմությունը սկսենք ամենասկզբից։ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի պատմություն նահանգին սիսական աշխատության մեջ Վայոց ձոր գավառի հարկատու գյուղերի ցուցակում նշվում է նաև Արտաբույնք գյուղը։ Ենթադրվում է, որ գյուղը որպես բնակատեղի դադարել է գոյություն ունենալ 1603-ից 1604 թվականներին, երբ Շահ Աբասի հրամանով հազարավոր հայեր տեղահանվեցին եւ նոր գյուղայում կամ Պարսկահայքի Խոյ եւ Սալմաս գավառներում վերաբնակեցվեցին։ Այսպիսի ճակատագիր Վայոց ձորում շատ գյուղեր են ունեցել։ 1828 թվականին կնքված Թուրքմենչայի պայմանագրից հետո, երբ Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին, շատ հայերի թույլատրվեց Պարսկաստանից տեղափոխվել եւ բնակություն հաստատել հայրենի հողում։ Քսանչորս ընտանիք Խոյ գավառի Խոյանագյուղից եւ 14-ն էլ Սալմաստից գալիս հասնում են Վայոց ձորի Արտաբույնք գյուղ։ Նրանց մեջ էր նաեւ Սաֆար պապն իր սանդուղ տիկնոջ հետ։ Գաղթականների քարավանը, երբ որ հասել է Արտաբույնք, 1-2 օր հանգստանալուց հետո նրանք համապատասխան խմբերից ավակների խորհուրդը ուղարկում է երիտասարդների եւ իմաստուն մարդկանց, որ նորից ուսումնասիրեն տեղանքը եւ գյուղ հիմնեն։ Սակայն ավակներին կարծես դուր չի գալիս տեղանքը, մի քիչ ավելի հարմար տեղ էին ուզում եւ իրենց հանգրվանած տեղից փորձում են շարունակել ճանապարհը դեպի Յալ կոչված բնակատեղին, սակայն մեր նահապետը Սաֆար պապը, որ քարավանի հետ էր, կանչում է քարավանի ղեկավարներից մեկին, Կարապետին, ասում է. «Գոյ Կարապետ, այն լավ կեղի տեղի, բերեք հետ դառնանք»։ Եվ Սաֆար պապի խնդրանքով, աղաչանքով քարավանը հետ է դառնում։ Այս պատմությունը բերնեբերան փոխանցվել եւ գրեթե 2 դար պահպանվել է Սաֆար պապի սերունդների հիշողություններում։ Ժամանակը ցույց կտար, որ Սաֆար պապի առաջարկն իսկապես հեռատես էր, հարազատ հողը նրան չէր ստել։ Արտաբույնքը բնակության համար հիանալի վայր էր, իսկ բնակիչների աշխատասիրության շնորհիվ էլ ավելի հարմարավետ դարձավ։ Այսօր Արտաբույնքում 465 տնտեսություն, 1100-ից ավելի բնակիչ կա։ Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ։ Սերգեյ Գասպարյանը Սաֆար պապի ժառանգներին որոշեց փոխանցել ոչ միայն գյուղի հիմնադրման պատմությունը, այլև իրենց տոհմածառը։ 3 տարիների ընթացքում ես փորձեցի նորից կազմել մեր Սաֆարյան տոհմի տոհմածառը, Սաֆար Սարուխանի Սաֆարյան 1801-52 թվական։ Գյուղ Խոյանա, Խոյի գավառից, Պարսկահայք նահանգից, եկել բնակություն են հաստատել Արտաբույնքում, ունեցել է մեկ դուստր,
Նարգիզը Սանդուխտ կնոջ հետ մեծացրել են նաև 3 արուզավակներ, որոնցից Սարուխանը ժառանգներ չի ունեցել, Մելքոնը եւ Գասպարը շարունակել են Սաֆարի տոհմը։ Այսօր գյուղի պատմության մի մասն են դարձել նաև առանձին տների կամ ընտանիքների պատմությունները։ Շտապում ենք մի այդպիսի տուն, որ գյուղում տերտերի տուն են անվանում։ Այստեղ ժամանակին Լևոն անունով քահանա է ապրել, ով խորհրդային անհավատության տարիներին աքսորվել է, հետո վերադարձել, բայց հոգևոր գործունեությամբ այլևս չի զբաղվել։ Չնայած դրան նրա տունը սրբավայրի է վերածվել։ Շատ արտաբույնքցիներ գալիս այստեղ աղոթք են անում, մոմ վառում եւ վստահեցնում են, որ տունը հրաշագործ ուժ ունի։ Տանիքից կախված օձի կաշին այդպիսի մի վկայություն են համարում։ Օձը ինչ որ ժամանակ այստեղ բնակվել է, բայց ոչ մեկին չի վնասել։ Եթե քաղաքներում մեծ գործարանները, տարբեր հաստոցները ձեռքի աշխատանքը թվում է թե անցյալում են թողել, ապա գյուղերում այս հին ու բարի սովորույթները պահպանվել են։ Ի վերջո ոչ մի հաստոց երբևէ ձեռքին չի փոխարինի։ Հաստոցի ստեղծածներն իրար նման են, իսկ ձեռքի ստեղծածները բոլորը տարբեր են, առանձնահատուկ, ինչպես Գառնիկ պապի ծղոտե կարապները, տարբեր զամբյուղները։ Անկախ ինձանից տեսավոր հարսանիքներում տանում են, մեկի ձեռից հարես ես նայի ու բանը վեցրի, եկա սկսի գործել։ Առաջինը լավ չհաջո չելավ են, ես բան չելավ, վերջում կամաց այս ձևի ստացվեց ես։ Մինչ օրվա ավարտը շտապում ենք տեսնել նաև արտաբույնքի խորհրդանիշները, հրաշք Սմբատաբերդն ու Ցախած քարի վանքը, լեռներն ի վեր ենք գնում։ Ցախած քարի վանքը կազմված է 2 խումբ շինություններից։ Վանքը հիմնադրվել է 10-րդ դարում Աբաս Բագրատունու օրոք Ստեփանոս Վանահոր կողմից։ Հնագույն արձանագրությունը թվագրվում է 989 թվականով։ Շինությունների այս խումբը հնագույնն է եւ վատ է պահպանված։ Գլխավոր կառույցը Սուրբ Աստվածածինն է, որին կից են սյունասրահը, գավիթը, թաղածածկ խորշդամբարանները եւ այլն։ Վանքի մյուս շինությունները համեմատաբար լավ են պահպանված, եւ հիմա էլ հայ քարտաշ վարպետները վերանորոգում են հրաշք Համալիրի այս շինությունները։ Ենթադրվում է, որ դրանք հիմնադրվել են 1041 թվականին Վարդիկ Վանահոր կողմից։ Սա Սուրբ Կարապետն է, որ պատկանում է բոլոր անկյուններում ավանդատուն ունեցող գմբեթավոր դահլիճների տիպին։ Եկեղեցու արտաքին ճարտարապետությունն աչքի է ընկնում նուրբ եւ ճաշակով կատարված դեկորատիվ լուծումներով։
Այս խմբի երկրորդ կառույցը Սուրբ Նշան երկհարկ դամբարան եկեղեցին է։ Կառույցի աջ եւ ձախ կողմերում տեղադրված են ասեղնագործ հայկական գեղաքանդակ խաչքարեր։ Քանի դեռ արևը մայր չի մտել, ճանապարհվում ենք դեպի Սմբատաբերդ, որը հանդիպակաց լեռան գլխին է թարած։ Ներկայիս կառույցը թվագրվում է 10-ից 11-րդ դարերով։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է Սմբատ II տիեզերակալ Բագրատունու կողմից այն տարիներին, երբ Հայաստանով մեկ մեծ թափով զարգանում էր պաշտպանական համակարգերի շինարարությունը։ Սմբատաբերդը Վայոց ձորի եւ ողջ Սյունիքի հին եւ հզոր կառույցներից է։ Կա կարծիք, որ ներկայի Սմբատաբերդի նախահիմք բերդը կառուցվել է 5-րդ դարից էլ վաղ, Վասակյանների օրոք, այնուհետ ամրացվել եւ հզորացվել Օրբելյանների օրոք։ Բերդի ճշգրիտ անվանումը հայտնի չէ։ Ժողովուրդն ավանդաբար Սմբատաբերդ է կոչում, թերևս այն պատճառով, որ Եղեգիս գյուղաքաղաքում թաղված է Սմբատ Օրբելյան թագակիրասվետը, ով միգուցե եւ վերակառուցել է այն։ Հավանական է նաեւ, որ Բերդն այսպես է կոչվել ի պատիվ 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատի։ Բերդնանարիկ է դարձել ոչ միայն ամուր պաշտպանական համակարգի շնորհիվ։ Սմբատաբերդի բնական դժվարամատչելի դիրքը նպաստել է Բերդի անառիկությանը։ Ավաղ սելջուկներին հաջողվեց գրավել հզոր հայկական Բերդը։ Այսօր Բերդը կրկին հայկական տերեր ունի եւ գրեթե հազարամյակ անց էլ այս բարձունքում խրոխտ կանգնած պատմում է հայոց ուժի մասին։ Սա էլ արտաբույնք մեր կատարած ճամփորդության ավարտն էր։ Գյուղ վերադարձենք մեզ մեկ ամբողջ օր հարազատի պես հյուրընկալած մարդկանց հրաժեշտ տալու։ Մեկ օր էլ լրիվ բավական էր այս վայրին սովորելու եւ սիրելու համար։ Զարմանալի չէ, որ Սաֆար Պապն այստեղից հեռանալ չկարողացավ։ Այս հողը կանչում է, օգնում ոտքերի վրա ավելի ամուր կանգնել։ Ի դեպ, արտաբույնք բառը մեկնաբանվում է նաեւ իբրև արևի տաճար։ Այսպես արտաբույնքցիները չնայած հանդիպող դժվարություններին, իրենց արևի տաճարից չեն հեռանում։ Յուրաքանչյուր սերունդ իր նախորդի գործն է շարունակում, արտաբույնքը Վայոց ձորի թագավորության փոքրիկ, բայց գեղեցիկ իշխանությունը դարձնելով։